Թռիչքի համար մեծ թևեր են պետք, իսկ թևերի փետուրներից եթե մեկն անգամ պակասում է, թռիչքը թուլանում է։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, եթերում խոստովանություն հեռուստանախագիծն է, ես Արայիկ Համբարձումյանն եմ եւ այսօր իմ տաղավարում հյուրընկալելու եմ տաղանդավոր սիրված դերասանուհի Իրինա Դանիելյանին։ Իրինա ջան, համեցեք։ Բարի գալուստ մեր տաղավար, շատ շնորհակալ ենք ձեր ներկայության համար եւ անչափ շնորհակալ եմ, որ գտել եք ժամանակ ու այսօր միասին զրուցելու ենք։ Ես էլ եմ շնորհակալ, որ հրավիրել եք, բայց ասեմ շատ հեշտ չեմ խոստովանում, տեսնեմ ոնց է։ Տեսնենք ոնց է սպահան։ Համեցեք, տեսնենք արդյոք կստացվի ձեր խոստովանությունն այսօր մեր տաղավարում։ Փորձենք։ Այսօր անցնելու ենք ձեր կյանքի գրեթե բոլոր ճանապարհներով, այն ճանապարհներով, որոնցով որ դուք եք անցել, կանգառներ եք վերցրել, խորհել եք ու գնացել եք առաջ։ Սկսենք ձեր կյանքի պատմությունը ամենասկզբից, որտեղ եք ծնվել եւ ովքեր են ձեր ծնողները։ Ծնվել եմ Երևան քաղաքում, հենց կենտրոնում, Մարգարյան անվան ծննդատանը։ Հայրս բժիշկ, խիրուրգ, աշխատում էր առաջի հիվանդանոցում։ Մայրս դաշնակահար, ավարտել էր Թիֆլիսի կոնսերվատորիան, ամուսնացել էր Երևան եւ աշխատում էր այստեղ։ Ով է ձեր անունը ընտրել, ինչու Իրինա։ Երբևէ հարցրել եք։ Հա, գիտեմ ինչ է։ Ուրեմն եղբորս անունը ընտրել էր հայրս, մայրս այնքան էլ համաձայն չէր այդ անունի հետ եւ պայման էր դրել, որ երկրորդ երեխան որ ծնվի, անկախ նրանից տղա կլինի թե աղջիկ, անունը ինքն է որոշելու։ Եվ այդ պահին, երբ ինքը հղի էր, փորիկով էր, ես էի այնտեղ, ինքը կարդում էր Ֆյոդոր Շալապինի մասին ինչ-որ գիրք, եւ Ֆյոդոր Շալապինը ուներ աղջիկ Իրինա անունով, որը ըստ գրքի շատ ինչ-որ հետաքրքիր, ուրախ, պայծառ, սենց կերպար էր։ Եվ այդ գրքից տենց ելնելով, այդ կերպարի վրա սիրահարված լինելով, մայրս որոշում է, որ եթե աղջիկ ծնվի, անունը կլինի Իրինա։ Եվ ծնվեցի ես։ Ու ծնվեց Իրինան։ Այո։ Իրինա, մանկապարտեզ գնացել եք։ Մանկապարտեզ գնացել եմ մի օր չուզելով։ Ինչու։ Չի ուզում մանկապարտեզը, լաց էի լինում, համոզում էի, որ ինձ չտանեն, օգնության եկավ տատիկս, հայրիկիս մաման, ասեց ես կասեմ, որ ես ինձ վատ եմ զգում ու իմ կողքը անպայման պետքա, որ մեկը լինի, կասեմ ճնշումս բարձր է, բայց դու հանկարծ բան չասես, որ ես քեզ այդ գաղտնիքը ասել եմ ու կխնդրեմ պապային, որ քեզ չտանի մանկապարտեզ, գաս ինձ խնամես։ Ուրախացա, ասացի շատ լավ է, տատիկիս հետ շատ կապված էի, շատ սիրում էի ու այդպես հարցը լուծվեց։ Ու որոշվեց, որ Իրինան մանկապարտեզ չի գնա, այո։ Իսկ դպրոցում լավ եք սովորել։ Շատ լավ չէ, շատ վատ էլ չէ։ Լիջին 3, 4, 5։ Չէ, չարաճճի չեմ եղել։ Իսկ որ առարկան է ձեր ամենասիրելի առարկան եղել դպրոցում։ Գիտեք, ես մինչև այսօր այսքան ավելի ուշ հասկացա, առարկաները սիրում ես այդ տարիքում ըստ ուսուցիչի, եթե սիրում ես դասատուին, սիրում ես առարկան։ Օրինակ, քիմիայից ես այսօր 0 եմ, բայց շատ էի սիրում մեր քիմիայի դասատուին եւ մի տեսակ այդ առարկան սիրում էի։ Իհարկե հեշտ էր տրվում ավելի ռուսերեն այդ գրականությունը, պենիա տենց դաս ունեինք, երգեցողություն, այնքան լավ է, որ նույնիսկ դասատուն ամբողջ դասի ծանրությունը գցում էր ին վրա, ինձ ասում էր կսովորես այս երգը, մյուս դասին կգաս կսովորեցնես երեխեքին։ Այդպես։ Դպրոցական տարիներից էր բեմը ձգձգում։ Ես չէի գիտակցում, որ դա բեմն է ինձ ձգում, բայց ակտիվ եղել եմ միշտ, այսինքն դպրոցական բոլոր միջոցառումներին են, ինչ որ ելույթների հետ էր կապված, ես ակտիվ մասնակից էի, մեր դասարանը առաջի տեղն էր գրավում, իհարկե ոչ միայն ինձ շնորհիվ, բայց ակտիվ երեխաներ ունեինք այդպես։ Շնորհակալ եմ։ Իրինա, դպրոցից հետո ինչպես շարունակվեց ձեր կյանքի ճանապարհը, բարձրագույն կրթություն եւ այլն, կպատմեք մի փոքր այդ տարիների մասին։ Դպրոցից հետո այդպես որոշվեց տանը, որ պետք է երաժշտական գծով գնամ,
Այն թվերին, գիտեք, սենց ինչ սովորում էիր, դա էլ աշխատում էիր, հիմա է փոխվել, որ կապ չունի ինչ ես ավարտել, կարող ես լրիվ ուրիշ ոլորտի մեջ լինել։ Բժիշկ տանը որոշվել էր հայրիկիս ծանր աշխատանքը տեսնելով եւ այդպեսի շատ զգտում էլ չունեի բժշկականի, որ բժիշկ պետք չի, մաման ասեց, արի դու երաժշտությունից լավ ես, լավ լսողություն ունես եւ այլն, արի հետո միշտ մի կտոր հացի փողը կվաստակես, թեկուզ գոնե ուսուցիչ լինելով։ Եվ այդպես որոշվեց, որ ես ընդունվեցի Ռոմանուս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը թեորիայի բաժին, այսինքն ոնց որ երաժշտական կրիտիկ, թեորիա սենց ոչ թե։ Հա, տենց ինչ-որ մասնագիտություն էր։ Բայց ընթացքում այնտեղ էլ էինք ակտիվ շատ ինչ-որ միջոցառումների մասնակցել, երգել, պարել, ասմունքել եւ այլն։ Իմ ընկերուհին, որը էլի այսօր հայտնի է, ինքը Աննա Լարայ կամ Աննա Գենրիխ, այդպես է իրա ինչ են ասում, մականունը, անունը, ինքը իրականում Աննա Սիմոնյան էր, հայրիկը, հա, ասեց, ինքը պարբերաբար գնում էր տարբեր թատերական ինչ-որ կրուժոկներ էին, ինքը ուզում էր անպայման գնար, ընդունվեր, քաստինգ էր գնում, անցնում, ամեն տեղ անցնում էր, բայց իր ծնողները դեմ էին, որ ինքը դերասան դառնար, լինելով իր մայրը շատ հայտնի դերասանուհի, Սունդուկյան թատրոնի դերասանուհին էր։ Հերթական անգամ ինքը պետք է գնար կամերային թատրոնի այդ ինչ-որ քաստինգին, մի հատ էտյուդ էր պատրաստում, որին պետք էր օգնություն, որ ինչ-որ մեկը իրան օգներ։ Նո, ասեց, այս տեքստը սովորի, մի հատ աշխատենք այս էտյուդի վրա, գնանք, ես պետք է ընդունվեմ կամերային թատրոնի ստուդիան։ Okay, սովորեցինք, Արագի մեջ շատ սիրուն մի հատ էտյուդ բեմադրություն էր, 2 հոգանոց, բնականաբար անունս ընդունելություն էր, անունս գրանցեցին տվյալներով եւ այլն, իր այդ մտանք այդ քննությանը շատ լավ անցավ, այնպես որ կոմիսիան նույնիսկ կանգնեց, ես չեմ մոռանում դա եւ ծափ էր տալի կոմիսիայում Միքայել Ներփողոսյան, Հրանտ Ներթոխացյան, Եվգենիա Պատմամոգովան, Լիվշիցբորը, որը հիմա Իսրայելում է Արա Երնջակյանը եւ այլն եւ այլն։ Իրանք ասենց շատ լավ մեզ ընդունեցին, ծափ տվեցին, մենք շատ ուրախ ենք, դուս եկանք։ Դե ես ընդամենը օգնում էի։ Մյուս օրը ինձ Աննան զանգում է, ասում է Իրջան, ընդունվել ենք, ցուցակի մեջ ենք, այսօր ժամը 6-ին հավաքում են, ով որ ընդունվել է, ասում եմ ոնց ես, բայց չի ընդունվում, ես ընդամենը քեզ օգնում եմ, դե հիմա ասում եմ անունդ գրանցել են, դու ընդունված ես, 6-ին արի, վայ, հիմա դա առավոտ էր, մամային ասում եմ, մամ, այդ Աննա հետ որ գնացինք, ընդունվել եմ, կանչում են ստուդիա, դերասանական ստուդիա, ուֆ, հիմա պապան քեզ չի թողնի, ոչ էլ գնա։ Իսկ հայրիկս այդ օրը բան էր, հերթապահության էր հիվանդանոցում։ Ասաց չի թողնի քեզ, ասի լավ կզանգեմ։ Զանգեցի հիվանդանոց իհարկե, այդ բժիշկների սենյակում հեռախոս կար, հայրիկս կանչեցի, մոտեցավ, ասի պապ երեք որ Աննա հետ գնացել եմ սենց բան եմ արել, ինձ ընդունել են դերասանական ստուդիա։ Էլ չթողեց շարունակեմ, տիպը կարելի է, չի կարելի, այսօր վայ ասեց մեռնեմ ջանին, ես միշտ էլ զգում էի ու ասում էի, որ իմ աղջիկը դերասանուհի է դառնալու։ Ես սենց պայծառանում եմ, մաման վրեզ նայում է, սենց անում։ Ասում եմ, պապ, այսօր 6-ին կանչել են, հա, բալես, գնա, զբաղված եմ։ Մաման ինչ ասեց, ասում եմ, պապան թողեց։ Մաման չէր ուզում։ Այդպես, այդքան բան, գնացի եւ ընդունվեց կամերային թատրոնի ստուդիան, շատ լավ ուսուցիչներ ունեինք եւ տենց շարունակեցի։ Հենց այդ քաստինգի ժամանակ ձեր եւ Հրանտ Թոխացյանի միջև զգացմունք առաջ եկավ։ Չէ։ Շատ հետո։ Շատ հետո։ Բայց ո՞նց եղավ, Իրինա։ Արդեն ես աշխատում եմ, արդեն ոչ թե սովորում էի ստուդիայում, այլ արդեն որպես դերասան ինձ ընդունեցին շտատ, աշխատում էի եւ այդպես ինչ-որ զգացմունքներ եկան։ Իսկ ինչ-որ օրիգինալ խոստովանություն եղավ, թե պարզապես դուք հասկացաք, որ գտել եք։ Չէ, պարզապես հասկացանք, իրար կողք ենք, իրար լավ ենք զգում, հասկացանք, որ
առանց խոստովանության այդպես է։ Հետո ծնվեց ձեր որդին, Հայկը, ով ձեր կյանքի մեծի մասն է։ Իհարկե։ Ձեր հույսը, հավատը, երջանկությունը։ Բնականաբար։ Լիարժեք կյանքի բնութագիր է։ Թեև տարիներ հետո ամուսնալուծվեցիք, բայց եթե չեմ սխալվում, կապը ամուր պահպանվում են Հրանտի հետ։ Կապը իհարկե։ Իսկ նրա ընտանիքի հետ։ Անպայման իհարկե, եւ երեխաների, եւ կնոջ, իհարկե։ Իսկ որդին հայրիկի հետ։ Որդին հայրիկի հետ, եղբոր հետ, քույրիկի հետ։ Ողջունելու է, հիանալի։ Սիրելի հեռուստադիտող, կարծում եմ, որ ինչ էլ պատահի մեր կյանքում, պետք է մենք չպակասեցնենք սիրո չափաբաժինը։ Պետք է օրեցօր ավելի ոգևորվենք, ավելի ուժ գտնենք, սերը շատացնենք մեր մեջ ու գնանք առաջ, որովհետև կյանքը սիրում է, եթե մենք ենք սիրում կյանքին։ Կյանքի արժեքները ինչի մեջ են թաքնված։ Դե ինչի մեջ, լինել երևի ազնիվ, բաց, բարի, սիրել, թույլ տալ, որ սիրեն, երևի դա է, լավ, բարի, լավ բաներ, սենց ասեմ։ Վերջերս ձեր էջն է այսպես նայում, Facebook-յան, և տեսա, որ շատ դրական այսպիսի հետաքրքիր տեսանյութեր կան ձեր էջի վրա և մի տեսանյութ աչքիցս չվրիպեց, երբ որ ձեզ թողել են սառնարանում։ Լավներ, չէ։ Այո, շատ անսպասելի, ամբողջովին անսպասելի էր այդ տեսանյութը, ես նայում եմ ու ուզում եմ հասկանամ, լավ, վերջում ինչ է լինելու, ով բացում է սառնանի դուռը և դուրս է գալիս հայտնվում եմ ես։ Իրինա Դանիելյանը իր ժպիտով, իր դրական լիցքերով։ Ձեր ընկերուհիներն են այդ տեսանյութում Իրինա։ Այդ տեսանյութը նկարահանվեց, դե իհարկե ինձ տենց չէին փակել, ես ինքս իմ կամքով, այսինքն իրանց որոշմամբ իմ կամքով մտել եմ սառնարանը, տեղավորվել եմ։ Իսկ երկար եք մնացել այնտեղ։ Դե մի քանի դուբլ, Դուք ընկերասեր եք։ Կարծում եմ, հա։ Ինչպես եք ընտրում ձեր ընկերներին։ Գիտեք, նրանք ոչ թե հատուկ ընտրվում են, այլ շփվելով, դե իհարկե կան տարիների ընթացքում կուտակված ընկերներ, դեռ դպրոցական, նույնիսկ մանկություն բակից ընկերներ կան, որոնց հետ մինչև այսօր ընկերություն եմ անում, իսկ ավելի ուշ տարիքում շփվում ես շատ մարդկանց մեջ և այնպես է ստացվում, որ ինչ-որ մեկի հետ շփվելը ավելի հաճելի է, որովհետև տարբեր ինչ-որ և այդ մարդը, և դա փոխադարձ է, իհարկե, մնում է ընկեր։ Ձեր լավագույն ընկերներից է նաև երգչուհի Նարան, մեր շատ սիրելի։ Երբ եք վերջին անգամ հանդիպել։ Վերջին անգամ հանդիպել եմ մինչև իմ ծննդյան օրը, այսինքն մի 10 օր առաջ, երևի 10, մի 2 շաբաթ, լավ սենց չխաբեմ, 2 շաբաթ չկա դեռ։ Իսկ հոգատար ընկեր են Նարան։ Շատ։ Շատ եք սիրում նրան։ Շատ։ Հա, նույնիսկ ուզվեցի, շատ։ Հիմա կարծում եմ ավելի շատ կհուզվեք, որտև Նարան գալիս է մեր տաղավար և նա կմիանա մեր զրույցին։ Մեր շատ սիրելի երգչուհի Նարան, հենց հիմա անակնկալ կերպով գալիս է տաղավար, որպեսզի ձեզ նա արդեն ուզում է Նարան։ Հագնվել ենք մի հատ մեզ նայել։ Բարև ձեզ, բարի գալուստ, անչափ շնորհակալ եմ, որ չեք մերժել մեր հրավերը, խնդրեմ համեցեք։ Այս է իսկական ընկերությունը, սիրելի հեռուստադիտող, ինչպես եք Նարան։ Լավ, դուք ինչպես եք։ Շատ լավ, շնորհակալ եմ, ձեր դրական լիցքերն այնքան շատ են այս տաղավարում, որ այլ կերպ չեմ կարող լինել։ Քանի տարվա պատմություն ունի ձեր ընկերությունը։ Վայ, Իրան դեռ դպրոցում էր սովորում իմ մամայի մոտ, իմ մաման իրա դասղեկներ։ Եվ այդ դպրոցական տարիներից դեռ միմյանց գիտենք, երբ որ իրանք դպրոցով գնում էին էքսկուրսիաների, ես միշտ իրանց հետ էի և միշտ Իրանի մոտ տպավորված էր։ Բայց 8-րդ դասարանից դուրս եկավ, գնաց ուրիշ դպրոց, որ դպրոցը գնացի։ Ուսումնարան գնացի, Ռոմանոս Մելիքյան։ Իսկ կապը խզվեց։ Այդ պահին տեսադաշտից կորեց Իրինան։ Այդ պահին տենց կորեց, բայց հետո 97 թվականներ։ Այո, արդեն երբ որ ես ետ վերադարձա Երևանում սկսեցի ապրել։ Դու կորեցիր, ես չկորեցի։ Հա, դեռ ես կորեցի, տարբերություն ով խոստովանության տաղավարում տեսնում ես Իրին անկախ իրենից խոստովանությունները լինում են այստեղ։
Հետո դες մենք 97 թվից չգիտեմ ոնց եղավ արդեն, դե ծանոթ ենք, ոչ թե որ նոր ծանոթացել ենք, հենց իրար գտանք, սենց ասեմ, արդեն կպանք միջև այսօր։ Մտերմացանք եւ այդ բարի հիշողություններով, այդ ջերմ ավելի այդ պահերին ես հենց կարիք ունեի հոգատարության, որը մեծ ծանրությամբ նառան վերցրեց իր վրա։ Որն է այն կամուրջը, որ կապում է ընկերներին եւ ոչ մի փոթորիկ կամի չի կարողանում այդ կամուրջը խալխլել։ Դե գիտեք, ընդհանրապես ոնց է, կարևորը որ դիմացին էլ խելացի լինի, դու էլ խելացի լինես, իմանաս դու ուզում ես իր հետ շարունակել, որովհետև հնարավոր չի նույն ձև մտածեք, նույն ճաշակը ունենաք, նույն ձև։ Մենք բոլորս այնքան տարբեր ենք եւ հենց դա է հետաքրքիր, որ ամեն մեկը իր տարբերությամբ, մեկս մյուսից սովորելով Եթե ուզում ենք, շարունակում ենք ընկերությունը, չէ, մի օրում կարելի է կտրել եւ թափել։ Դա ցանկության խնդիրն է ընդհանրապես երկու կողմերի։ Իսկ Իրան այն մարդն է, եթե ինքը ձեզ չի պատմել, ես պատմեմ, ինքը այն մարդն է, որ ունի շատ տարբեր բնավորության տեր մարդկանց ընկերուհիներ եւ բոլորին իրար հետ մտերմացնում է, ծանոթացնում է եւ բոլորովին խանդի տեսարան չի սարքում, երբ որ ընկերուհիները իր ծանոթացրած հետո առանձին իրայից շփվում են իրար հետ, ինքը դրանից ավելի ուրախանում է, դրա մասին շատ մենք խոսել ենք, բայց դուք դժվար դա իմանայիք։ Ինքը ուրախ մարդ է, իր հետ շատ հետաքրքիր է ընկերությունը անել եւ պրոբլեմ չի ստեղծում ընկերության մեջ։ Իսկ ինչը կարող է վրդովեցնել կամ նեղացնել Իրինային։ Մարդկային որ արարք։ Ասա ոչինչ անցի առաջ։ Ճիշտ ասում։ Ինչ հաճելի է, երբ ոչինչից չեք վրդովում։ Ինքը չի վրդովում։ Հրաշալի է, բացառիկ։ Ես ամեն ինչին ըմբռնումով եմ մոտեն։ Քանի որ եթե մարդիկ ընկերներ են, ընկերության մեջ եմ ես խոսում, դժվար մեկը մյուսին ուզելով նեղացնի, իսկ եթե չուզելով պատահական է լինում, խոսքով պարզում ես, անցնում ես առաջ։ Իսկ բոլորիս էլ կյանքում նեղացնում են, հաճախ կյանքն է մեզ նեղացնում։ Դրոշակ առնենք ու գնանք, որ մեզ նեղացրել են։ Ոչ, տխրել չկա։ Այո, պետք է փակել այդ էջը ու գնալ առաջ։ Ես մի բան գիտեմ, եթե ապրում ենք, ուրեմն ապրում ենք լավ, ուրախ, առողջ, վերջ։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Կամ ապրում ենք, կամ չենք ապրում։ Ապրում ենք։ Լավ ենք ապրում։ Լավ ենք անում։ Ձեր այս ամուր ու գեղեցիկ ընկերության տարիների ընթացքում կարծում եմ նաև շատ հետաքրքիր դեպքեր եղած կլինեն, նաև զավեշտալի դեպքեր։ Եթե կհիշեք, զավեշտալի ծաղելու դեպք։ Ես իհարկե իմ անկյունները, գաղտնիքները շատ դժվար եմ բացում, դժվար բացեմ, բայց մենք անչափ անսահման միշտ ճամփորդել ենք, անենց լավ ճամփորդության ընկերուհիներ ենք, անենց լավ ժամանակներ ենք անցկացնում, Իրայի հետ այնքան հետաքրքիր է, այնքան իրան անշնորհք է պահում։ Ուրիշ տեղ, չէ, մեր քաղաքից դուրս։ Մեր քաղաքից դուրս։ Կարա տրոլեյբուսի մեջ երգի, կարա փողոցում բարի։ Ճիշտ է։ Վերջին անգամ որ փողոցում եք ապրել Իրինա։ Այդ ճանապարհությունների ընթացքում։ Վերջի անգամ, որտեղ վերջի անգամ եղել եմ, ընդեղ էլ ապրել եմ։ Վերջի անգամ Ամերիկայի մեջ չէի ապրել, անցյալ ամառ։ Բայց ես Ամերիկայում քո հետ չէի։ Դու իմ հետ չէիր, հա, բայց ասում եմ եփես ապրել։ Անցյալ տարի Չեռնագորիա էլի փողոցում ապրել եմ։ Հա, ես պետք է իր բնավորությունն է։ Ես դրանով եմ աչքի ընկնում։ Ես շատ շնորհակալ եմ, շատ դերական է լիցքերի իմ տաղավարում դուք եք ստեղծում այդ դերական տրամադրությունը, երկուսդ էլ պետք է նշեմ եւ անկեղծ խոստովանեմ, որ մեր քաղաքի գույներից եք։ Երկուսից շատ սիրում եմ։ Ամեն մեկը առանձնահատուկ կերպար եք այս գեղեցիկ Երևանյան տրամադրության մեջ, ու գիտեմ, որ երկուսդ էլ Երևանն եք շատ սիրում։ Ինչ կասեք։ Ես Երևանը շատ եմ սիրում։ Ես առանց Երևանի իմ քաղաքի չեմ կարող ապրեմ։ Նույնը ես։ Եվ
գլուխ կովամ։ Հին Երևանցի եմ։ Նարա, դուք Երևանում եք ծնվել։ Ես էլ եմ Երևանում ծնվել, պապաս, մամաս էլ են ծնվել, պապիկս էլ երբ որ գաղթել են 3 տարեկանից եկել են Երևան, եւ երեխաներս, թոռներս, բոլորս նույն տեղում ենք, ոնց, ուր եկել են, այնտեղ էլ մնացել ենք։ Բրավո։ Պատկերացրեք, ձեր դիմաց դրված է կյանքի գունապնակը, որի մեջ բոլոր գույները կան։ Իրինային, գունապնակի որ 3 գույներով կբնութագրեք։ Ընդամենը 3։ Վար, դեղին, կարմիր եւ կանաչ։ Ինչու հենց այդ 3 գույները։ Որովհետեւ ինքը վառ մարդ է։ Չեմ կարող իրան ասենց մեղմ գույներ ասել, երկնային ասեմ, բաց կանաչ ասեմ, չէ, մոխրագույն, անգույն։ Այս մարդը գունավոր մարդ է, եթե տխուր է լավ չի ցույց տալի, ինքը տխուր է իր համար։ Լավ է խաղում կյանքը։ Որովհետև միևնույնն է, ուրախ չլինի ով պիտի օգնի, դե թող ուրախ լինի, ուրախ լինի։ Նարա, քանի որ խոստովանության տաղավարում եք դուք հիմա գտնվում, ինչ խոսքեր խոստովանեք Իրինային։ Միգուցե բնութագիր, միգուցե գեղեցիկ։ Հիմա ինչ ասեմ, լավ բան ասեմ, մի լավ բան ասեմ։ Դե Իրջան, հիմա ինչ-որ պետք է ասեմ, դու սաղ գիտես։ Գիտեմ, ասա թող բոլորը իմանան։ Հիմա էլ ասեմ թող բոլորը իմանան։ Ես Իրային շատ առաջի հերթին հարգում եմ, շատ իմ կյանքում կարևոր տեղ ունի, շատ սիրում եմ։ Իրար հետ նեղ ու ուրախ օրեր ունենք կիսած, տխուր եւ ուրախ երջանիկ օրեր ունենք։ Շատ գաղտնիքներ ունենք իրար հետ, որ մենակ ես գիտեմ եւ ինքը գիտի իրար մասին եւ ոչ մի խոստովանության մեջ իհարկե դա չենք խոսի։ Ես ուրախ եմ, որ իմ կյանքում կա մի պայծառ մարդ, որը միշտ ինքը ռուսերենից թարգմանեմ հայերեն Տոն մարդա։ Человек праздник. Տոն մարդ։ Есть такое։ Ուրախ է։ Եվ ասում եմ, ինքը բոլորին իր շուրջն է հավաքում եւ բոլորն էլ իրան մենակ ես չէ, բոլորն էլ իրան շատ սիրում են, բոլորիս մոտ ինքը իր տեղը ունի։ Շնորհակալ եմ։ Շատ գեղեցիկ բնութագրեցիք, շատ գեղեցիկ խոսքեր ուղեցիք մեր շատ սիրելի Իրինային։ Մենք ձեզ շնորհակալ ենք, Նարա։ Բայց դա տենց չէր, հա։ Եթերի համար տենց ասեցի, դեք սպասես հետո ինձ հետ չգնաս։ Շնորհակալ եմ, հիմա մենք ձեզ կճանապարհենք, կշարունակենք մեր զրույցը, որովհետև այսօր նա գաղտնի նամակ էլ ունի, որը մեր հանդիպման ավարտին անպայման բացվելու է այդ ծրարը եւ Իրինան կկարդա ու կհասկանա ով է նամակի հեղինակը։ Ով գիտեմ։ Թողնա կողքս վախում եմ։ Հետաքրքիր էմոցիաներ կան դեռ այս տաղավարում։ Ես պիտի գնամ։ Այո, ըստ սցենարի մենք հիմա պիտի Նարային ճանապարհենք։ Չէ, տաղավարից դուրս արդեն ձեզ կօգնեն։ Նարա, շնորհակալ եմ։ Իրականում չեմ ուզում ձեզ ճանապարհեմ, բայց մեր եթերային կանոններն են այդպես մեզ պարտադրում։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալ եմ, որ եկաք, ժամանակ գտաք ու գեղեցկացրեցիք։ Նարա, ես եմ շնորհակալ, որ եկար։ Ես կկտրեք, չէ՞, թե չէ։ Չենք կտրելու։ Չեք կտրելու։ Ոչինչ չենք։ Ես քեզ չեմ սպասում, գնում եմ տուն կզանգ տաս, լավ, կգաս հետո մեր տունստեղից հետո։ Ուզում եի տուն մտնեի, հետո գայի Չէ, արի։ Կսպասեմ։ Շնորհակալ եմ, Նարա։ Հաջողություն։ Սիրելի հեռուստադիտող, վերադարձանք, որ շարունակենք մեր զրույցը, սակայն մինչ ես իմ հյուրի հետ կշարունակեմ իմ զրույցը, ուզում եմ նշել, որ եթե դուք դեռ չեք հասցրել այս եթերը ամենասկզբից տեսնել, կարող եք մեզ գտնել նաև YouTube-յան մեր ալիքում, պարզապես պետք է փնտրել Արայիկ Համբարձումյան էջը եւ այնտեղ կտեսնեք մեր բոլոր եթերները։ Կարող եք թողնել ձեր մեկնաբանությունները եւ ձեր առաջարկները։ Շնորհակալ ենք հավատարիմ եւ անդավաճան լինելու համար։ Իսկ մենք շարունակում ենք մեր զրույցը սիրված դերասանուհի Իրինա Դանելյանի հետ։ Իրինա, առանց սիրո ինչ կլիներ մեզ հետ այս կյանքում։ Շատ տխուր կլիներ կյանքը առանց սիրո։
Եվ այդքան վառ գույներով չէր լինի, ոնց որ նառաներ նկարագրում կյանքը, չէր լինի կյանքը, դե միգուցե և լիներ, բայց անհետագրքիր, այդ շատ կարևոր էմոցիա է ինձ թվում է կյանքում։ Այսօր ձեր որդին ձեզ հետ է ապրում, թե առանձին։ Միասին ենք ապրում։ Հարսիկ ունեք։ Իհարկե։ Հա, արդեն հարսիկ էլ ունեք։ Իսկ թոռ։ Դեռ չունենք։ Դեռ չէ, բայց շուտով կլինի։ Դե կլինի, իհարկե։ Մեր գաղտնի արկղում կա մի իր, որը ձերն է։ Եվ հիմա ես այն կփոխանցեմ ձեզ, փորձենք հասկանալ ով է այդ իրը ձեզ նվիրել եւ երբ է այն ձեզ նվիրել տվյալ մարդը։ Իսկ ով է ձեզ տվել այդ իրը։ Մենք ձեր տանն ենք եղել, ասեմ իմանաս։ Oh my god։ Երբ դուք գալիս եք հեռուստաընկերություն, մեր նկարնող խմբի ադմինիստրատիվ աշխատակիցները այդ ժամանակ գտնում էին ձեր տանը։ Եվ ահա այս իրի մասին է խոսքը։ Հա։ Բացեք, տեսնենք ինչ է այդտեղ։ Այ, Սվարովսկի, սա իմ տղան է նվիրել շատ բավականին փոքր տարիքում։ Կերևա ինչ է։ Դաշնամուր, Սվարովսկի, իմ տղաս մենակ մեկնել էր, մենակ ասելով փոքր էր իրոք, ուղեկցում էին նրան, գնացել էր Ամերիկա, հետ գալուց որոշել էր, որ ընտանիքի անդամներին, այսինքն ինձ և Հրանտին նվեր պետք է վերեր, ինձ սա էր գնել, բավականին թանկ էր շատ։ Այո, նրա ամենաառաջին, ամենաթանկ նվերը մայրիկին։ Այո։ Քանի տարի առաջ էր, քանի տարեկան էր նա այդ ժամանակ։ Ինքը մոտավորապես երևի, սենց ասեմ, 92 թիվ է, դա 98 չէր, հավանաբար 99 թիվ էր դա։ 98-99, հա, 6-7 տարեկան։ Բրավո, եւ այդ տարիքում նա գնեց ձեզ համար այս նվերը։ Վայ, չաճելի։ Այ շնորհակալություն օրիգինալ նվերի համար։ Ես չէի սպասում, որ դուք Հայկի հետ կկապնվեք, այնքան չի սիրում սենց բաներ, բայց հաճելի է։ Շատ ուրախ ենք, որ հաճելի ակնթարթներ ձեզ պարգևեցինք։ Ինչպիսի բնավորություն ունի Հայկը, բնավորությամբ ավելի ձեզ է նման թե Հրանտին, թե երկուսը մեկտեղված է։ Ենթադրում եմ երկուսից էլ ինչ-որ բաներ վերցրել է, այն ինչ-որ ինձ կարող եմ, շատ պատասխանատու է, սեր առատ է, ջիգարով է։ Իսկական հայ տղամարդ։ Հա, բարի է շատ մտածող, հոգ ստանող դիմացինի մասին։ Լավ տղա է։ Իրինա, մի փոքր խոսենք մեր բակից։ Մեր բակում ձեր կերպարը շատ սիրելի է։ Հեռուստադիտողը շատ սիրեց ձեզ։ Այն ընտիր աղջիկն է։ Այո, մեր բակի Իրան, որ բոլորը շատ սիրում են ձեր կերպարը, դրական, հումորային, սիրելի, սիրառատ, նաև այդ նկարահանումներից հետո ինչ փոխվեց ձեր կյանքում, ավելի մեծ առաջարկներ, թե ընդհակառակը դա էր ու հետո սկսեցին առաջարկները թուլանալ։ Որովհետև մեծ աժիոտաժ արեց։ Հա, իսկապես աժիոտաժ արեց, եկեք սենց ասեմ, ոչ առաջարկները ոչ ավելացավ, ոչ պակասեց, բայց ավելի բան եղավ, ոնց որ հայտնիություն եղավ, քանի որ դա, գիտեք, ներկայացումներ մինչև դա էլ միշտ խաղացել եմ, ճանաչվել եմ ինչ-որ, այսինքն այն մարդկանց մոտ ով եկել է թատրոն գնացել է, բայց այն ինչ-որ հեռուստացույցով է, ինչ-որ մեծ էկրանի վրա է, դա ավելի հայտնիություն է բերում, ավելի ճանել։ Ընդհանրապես կասեմ, որ ավելի մեծ զանգված մարդկանց սկսեց ինձ ճանաչել։ Դա էր։ Կապը կա մեր բակի արտիստների հետ, ովքեր որ այսօր։ Դե բոլորը գիտեք, մեր արտիստներն են իհարկե, ինչ-որ չափով։ Ինչ-որ մարդիկ չկան, ով որ կա կապ կա, նույն, չգիտեմ, Աշոտը Ղազարյան, Մելանյան, Զարան, Աշոտը Ղազարյան կինն էր Մելանյան, իհարկե ֆիլմում չկար, բայց կապը միշտ կա։ Մկոն, Սոնան, կա, իհարկե կա, հա։ Եվ մեկ հարց էլ շատ անհանգիստ ենք Հրանտ Թոխատյանի առողջականի հետ կապված, ինչպիսի վիճակում է նա այսօր գտնվում առողջական։ Ինքը այսօր արդեն կարելի է ասել ամբողջովին լավ է, փառք Աստծո Հրանտ։ Մենք առողջություն ենք ցանկանում մեր սիրելի արտիստին։ Մերսի շատ։ Իրինա, գնանք առաջ, ինչ է ձեր կարոտի անունը։
կարոտի անունը ինչ որ սենց մի քիչ ցավ ստեղ, մի քիչ արդյունք։ Չգիտեմ ինչ անուն ասեմ իրան, կարոտը կարոտ է։ Ցավ ու արդյունք։ Ցավ ու արդյունք։ Ինչ որ ցավ, ինչ որ սենց մզացող ցավ, սենց այն որ սենց ինքը կա։ Այո։ Հաճախ եք դուք փակվում ձեր մեջ։ Հաճախ եք մեկուսանում։ Կարծում եմ, հա, բայց դա նորմալ է, ոչ թե որ ինչ-որ պրոբլեմներով բանով լի, հա։ Երբեմն դա հարկավոր է անգամ մարդուն ինքդ քո մեջ գտնելու եւ հետո արդեն դուրս գալու այդ ամեն ինչից։ Եթե ձեր կյանքի մասին գիրք գրեիք, ինչ անուն կստանար այդ գիրքը, ինչպես կվերնագրեիք։ Այ, ավելի թեթև բաներ, հարցեր տվեք, չգիտեմ ես ինչպես կվերնագրեի։ Ուրախ մարդու կյանք։ Վերջ, ամենասիրուն վերնագիրը։ Ուրախ մարդու կյանքը։ Դու կյանքում ավելի շատ աղմուկն եք սիրում, թե լռությունը։ Չէ, լռությունը։ Ինչու, լռության մեջ ինչ կա, այդքան սիրելի։ Լռության մեջ երաժշտություն կա։ Երաժշտություն եմ սիրում։ Աղմուկ իհարկե սիրում եմ, բայց ինչ որ մի պահ հոգնում ես աղմուկից։ Լռությունը ավելի հաճելի է, լռության ընտրությունը քոնն է, թե այդ լռությունը ինչով լցնես։ Ճիշտ է։ Իրինա, ընտանեկան երջանկությունը ինչի մեջ է, այսինքն ինչ պիտի լինի, որ ընտանիքում երջանկությունը շատ լինի։ Չենք հաշվի առնում այն խոչընդոտները, այն դժվարությունները ամեն տեղ կա։ Սեր, հասկացողություն եւ զիջելու ունակություն։ Իսկ սիրո գույնը ո՞րն է։ Երևի ծիրանի վառ տեսակը գույնի, սենց հասած դեղցի։ Ինչ հետաքրքիր գույն ադրեցիք, երբևէ այդպիսի պատասխան չեք եղել։ Միշտ բնութագրում են կարմիրը, միշտ բնութագրում են կապույտը։ Դա հոգնածնող է։ Ճիշտ է։ Բայց սերը չի հոգնածնում։ Սերը կարող է գնալ, բայց ինքը չի հոգնածնում։ Արևի գույնը, լավ, սենց այն ինչ որ արևից հասունացել է այդ մրգերի մեջ, ասենք, լավ։ Բայց շատ սիրուն գույն է։ Իրինա, մի քանի րոպեից անպայման նամակը կփոխանցենք ձեզ, կընթերցեք ու կփորձեք հասկանալ, թե ով է նամակի հեղինակը։ Եթե չկրայեցիք, մենք ձեզ անպայման օգնելու ենք։ Լավ։ Բայց մինչ այդ, քանի որ դուք գտնվում եք խոստովանության տաղավարում, ում ինչ ունեք խոստովանելու։ Ում ինչ ունեմ, գիտեք, վստահեցնում եմ բոլորին, որ իմ սերը իրանց նկատմամբ ազնիվ է։ Այսօր մենք ապրում ենք այնպիսի ժամանակներ, երբ սկսել են մարդիկ կյանքում խաղալ։ Նախկինում այդքան շատ չէր մարդկային խաղը իրական կյանքում։ Մենք խաղը հիմնականում տեսնում ենք թատրոնում, բեմի վրա սիրած արտիստների կատարմամբ։ Այսօր հեշտ եք նկատում այն մարդկանց, ովքեր ձեր դիմաց կանգնած խաղում են։ Դուք հասկանում եք, որ նա ստում է։ Չէ, այդքան հեշտ չեմ հասկանում։ Չէ, ես մի տեսակ մարդկանց ընդունում եմ այնպես, ինչպիսին որ նրանք կան, ինչպիսին կան չէ, ինչպիսին տեսնում եմ։ Ինչպիսին տեսնում եմ, այդպես էլ ընդունում եմ, բայց եթե վատ խաղան, երևի կնկատեմ։ Իսկ այդ դեպքում ինչ եք անում։ Թողնում գնում եք, թե իրեն ասում եք, որ բացարձակ դա իր ընտրությունն է, թող խաղա, ինչ կապ ունի իմ հետ իր խաղը, իրան այդպես է պետք ներկայանալ, թող ինքը խաղա, ինչի մենք չենք խաղում։ Բոլորս էլ խաղում ենք, բայց դա չի խանգարում։ Իրինա, վերլուծելով ձեր բոլոր խոստովանությունները եւ ձեր տեսակը, ես պիտի ասեմ շնորհակալ ենք։ Դուք մարդ տեսակ եք, նվիրվող, կամեցող, ձեռք մեկնող, բարի ու ձեր դաշտը բաց է։ Եվ դրա համար էլ հաճախ խոցելի եք դառնում, բայց դա այդքան երկար չի տևում, որովհետև դուք միշտ սիրում եք գնալ առաջ, ժպտալ ու բոլորին ցույց տալ, որ դուք ժպտում եք, անկախ ամեն ինչից, թե ինչ փոթորիկներ ձեր հոգու խորքում։ Այո, դա մարդու ուժեղ տեսակն է, դա խաղ չի։ Իսկ մենք շարունակենք մեր զրույցը եւ շարունակենք արդեն մեր զրույցը անակնկալ նամակի միջոցով։ Այստեղ նայեք, երկու ծրար է, սիրելի հեռուստադիտող, այսուհետ մեզ մոտ երկու ծրար է լինելու, մեկը բաց
որի մեջ դեռ նամակ չկա, մյուսը փակ, որի մեջ մեր հյուրի նամակն է։ Այս նամակը ընթերցելուց հետո մեր հյուրն էլ մի քանի տող նամակ կկրի եւ այն կդնենք այս ծրարի մեջ ու կփակենք։ Եվ այս ծրարը մեր հյուրի անակնկալ ու գաղտնի խոստովանությունը կբացվի միմիայն տարեվերջյան մեր ամփոփ եթերի ընթացքում։ Թե ինչ խոսքեր կգտնվեն այս ծրարում եւ ինչ խոսքեր կթողնի այստեղ Իրինա Դանիելյանը, միմիայն կիմանանք տարեվերջյան մեր նկարանման ընթացքում։ Իսկ հիմա ձեզ ուղված նամակը Իսկ եթե չկռահեմ շատ ամոթ կլինի։ Չէ, իհարկե ոչ, որովհետև մենք այնպես ենք, խնդրում ենք մեր նամակի հեղինակներին, որ շատ բաց չգրեն, շատ պարզ չգրեն, որպեսզի փորձենք նաև կռահել այս ընթացքում։ Իրինա, պատրաստ եք կարդալ նամակը։ Հա, հիմա նայեք, սենց թռուցիկ կարդում եմ։ Լեզուն մի տեսակ, ոնց որ սենց ասեմ, թելադրած նամակ լինի, մի տեսակ անծանոթ, որ խնդրեմ կկարդակ առոգանությամբ ես ուղղակի լսեմ։ Սիրով, եթե դուք ցանկանում եք, մենք կկարդանք ձեզ ուղղված նամակը։ Ուշադիր լսում եմ։ Սիրելի աստղ մեր երկնակամարում։ Սա կարծես նախաբան։ Մենք 3 թափառող մոլորակներս շարունակում ենք քո շուրջը պտտվել։ Մեկը կանաչ գարնաշնչով լեցուն, պտույտը դանդաղեցնում է ամեն անգամ, երբ ծառի տերևին առավոտյան ցողն է փայլում։ Մյուսը երբեմնի չոր անապատ, այժմ օվկիանոսի ալիքների մեջ արտացոլում է արևը, քո շնորհիվ ջրերի լեզուն սովորած։ Ինչ հետաքրքիր միտք է արտահայտված։ Երրորդը փոքրիկ փոթորիկ, որը ոչ մի ուղեծրի չի հետևում, բայց ձայնը հասնում է աստղերին։ Ես արդեն լսեք շարունակությունն էլ, դու մեզ միացնող ձգողականությունն ես, որ 4-ից պահում ես մի մոգական համաստեղությունում։ Մեր արբանյակներով ու սելֆիներով մարդիկ հետևում են մեր պայծառ հետագծին երկնքում։ Երբ մենք 4-ով միասին ենք, տիեզերքը թվում է ավելի խորհրդավոր, ավելի զվարճալի եւ ավելի իմաստալից։ Դու չես տեսնում մեզ հիմա, բայց երեքս էլ այստեղ ենք, քո շողերի մեջ լողալու։ Այս երեքից որ մեկն է սենց գեղեցիկ թել էս գրել։ Ես իմացա իհարկե, գիտեք որ պահից իմացա, երբ ջրի հետ կապված լավ, սա Լիլի Վարդանյանն է, Գոհար Բալոյանն է եւ Գայանե Բակլաչյանն է, ճիշտ է։ Միանշանակ ճիշտ եք։ Իսկ նրանց գլխավորել է Գոհար Բալոյանը։ Ապրի Գոհար Բալոյանը։ Նրանք ձեր մտերիմ ընկերուհիներն են։ Այո։ Քարյակ, այսպես կարելի ասել։ Գոհարի խոսքերն են այստեղ, մյուս ընկերուհիներն էլ լրացումներ են արել եւ ապրել իրանք նամակի բովանդակությանը։ Այս նամակը ձեզ հետ կարող եք տանել ձեր տուն, իսկ հիմա Իրինա եկավ այն պահը, որ մենք պետք է ձեզ այս թուղթը եւ գրիչը փոխանցենք եւ դուք թողնեք ձեր մտքի խոստովանությունը, միգուցե ցանկությունը, միգուցե խորհուրդը այս թղթի վրա, հետո ծրարում ենք, դնում ենք այնտեղ ու ոչ ոք չպիտի իմանա ինչ գրեցիք դուք այս թղթի վրա։ Տարեվերջյան նոր արդեն կբացենք ձեր ներկայությամբ ձեր ծրարը ու կկարդանք ձեր գրած խոսքերը։ Սիրելի հեռուստադիտող, այսուհետ մեր տաղավարում մեր հյուրը եւս կթողնի իր սրտի խոստովանությունը փակ ծրարի մեջ։ Տարեվերջյան մեր հանդիպման ժամանակ կբացվեն այս ծրարները եւ ես եւ դուք միասին կհասկանանք, թե ինչ խոստովանություն էր թաքնված գաղտնի ծրարում։ Այսուհետ այս գիծը մեզ համար դառնալու է ավանդույթ եւ մեզ հյուրեկած յուրաքանչյուր մարդ թողնելու է իր գաղտնի խոստովանությունը փակ ծրարի մեջ։ Այսօր իր սրտի խոսքը եւ գաղտնի խոստովանությունը ծրարում թողնում է սիրված դերասանուհի Իրինա Դանիելյանը։ Վերջ, Իրինան իր մտքի խոսքը, իր միտքը խոսքի եւ գրչի միջոցով հանձնեց թղթին։ Հիմա ես կխնդրեմ, որպեսզի դուք դա անունս ծալեք, այո, եւ թողնեք այս մեր ծրարում։ Ես կիմանամ սա երբ կբացվի։ Իհարկե, մենք ձեզ հրավիրելու ենք։ Եվ դուք էլ բացել եք ձեր ծրարը։ Այսքան չէ։ Այո, տվեք Իրինա։ Շնորհակալ ենք ձեր խոստովանությունը եւ ձեր խոսքերը հիմա այս ծրարում են։
մենք այն փակում ենք։ Սելի հեռուստադիտող, այսուհետ մեր հյուրերը եւս կթողնեն իրենց նամակները, իրենց խոստովանությունները, իրենց սրտի խոսքը այս ծրարների մեջ, եւս մեկ անգամ նշեմ, որ այս ծրարները կբացվեն տարեվերջյան մեր ամփոփ եթերի ընթացքում, հենց մեր հյուրի ձեռքով եւ նրա անմիջական ներկայությամբ։ Շնորհակալ ենք։ Սա գնաց մեր խոստովանության արխիվ։ Իրինա, անչափ շնորհակալ ենք ձեր ներկայության համար։ Ձեզ էլ շնորհակալ եմ հրավերքի համար։ Կարծում եմ մեր զրույցը եւ խոստովանությունը ստացվեց։ Մենք շատ հետաքրքիր պատմություններ լսեցինք ձեր կյանքի մասին։ Ահա, միգուցե այդ պահը ստացվեց եւ ձեր կողմից այս անակնկալները շատ հաճելի էին։ Շնորհակալ եմ։ Թող ձեր կյանքում միշտ արևներ լինեն, թող ձեր հոգու եղանակը եւս արևոտ ու վառ լինի։ Շնորհակալ ենք, որ դուք կաք, որ այսքան լավն եք, մենք ձեզ շատ սիրում ենք եւ նորից ու նորից շնորհակալություն խոստովանությունների համար։ Ձեզ էլ շատ շնորհակալ եմ։ Սելի հեռուստադիտող, այսպիսին էր սիրված տաղանդավոր դերասանուհի Իրինա Դանիելյանի կյանքի պատմությունն ու խոստովանությունը։ Դուք էլ խոստովանեք, միգուցե վաղն արդեն ուշ լինի, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։